Հանուն հոր և որդվո և ոգվույն սրբո ամեն։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր կսկսենք հինանց շրջանի, այդ 50 օրերու շրջանի 5-րդ կիրակին, որ արդեն իսկ պատրաստությունն է Քրիստոսի համբարձման տոնին, բամը չի մնաց, շուտով համբարձում է արդեն։ Լսեցինք մեր այսօր ավետարանի հատվածը զորքաղված էր Հովհաննես ավետարանիչեն 7-րդ գլուխ 14-րդ համարեն 23-րդ համարները։ Այսօր ալ կբարգացնեն մեր Տիրոջ։ Եվ բարաբիչը որ Քրիստոս կարևոր բարեր կօգտագործե գսե ինչու գուզեք զիս սպաննել։ Շուրջիները կբարասխանեն թիվահարես ինչ ես, ով գուզեք կեզ սպաննել, ուրդեղ են գանարես այս խոսքերը։ Քրիստոս նորեն գշարնակ է գսե, ինչու զայրացած եք ինձի թեմ, և կպագեք եղեցիք նախատավությամբ մը, և գսե, երևույթները մի թադեք, այլ արդար թադաստան կատարեցեք։ Ինչ կնանք սորվիլ կամ հասկնալ սերներ մեր այսովա ավետարանեն, առաջինը։ Հիշենք, որ թե 5 դագարանի մեջ և թեալ նոր դագարանի մեջ սկուշ, միայն նորը չիպանանք չի գարտանք, հիննալ կարևոր է։ Այս երկուքի մեջ մեզի դրված են օրենքներ և կամ ուղղություններ, և ճամպայել ենք ինքնաշարժը կշելու, ուղղություններ կա, և եթե չի այդևինք կնանք արգածով վերջանալ։ Նույնպես հարցուկ կիրքի մեջ պարոյական և երկնային կանոններ և օրենքներ և ուղղություններ կան, որ պետք ենք հետևիլ, որպեսզի անոնց հետևելով և անոնք գործադրելով կարողանանք Քրիստոսի ավելի մոտենալ։ Ուրեմն ես ինչու օրենքը կբահեմ, ինչու Սուրբ Գիրքը զիս պետք է ուղղե, նպատակը մեկ է, որպեսզի Քրիստոսի մոտենամ ես, ինչպես նաև կազմակերպե իմ հոգևոր և ֆիզիկական կյանքս և վիճակս։ Երկրորդ կետը։ Բնական է, որ շաբաթը մարդուս համար եղած է և ոչ թե մարդը շաբաթ օրվան համար, նորեն կգրտնեմ։ Բնական է, որ շաբաթը մարդուս համար եղած է և ոչ թե մարդը շաբաթ օրվան համար, բայց այս մեկը չի նշանակեր, թե բեք չէ հարկել և կամ բահել գարկը և կանոնը։ Ես երբ որ գսեմ ամեն ինչ արտոնված է ինձի, գարկ կանոն չի գա, կնշանակայ արդեն անգումի վիճակի մեջ եմ։ Եվ այսօր ինչ որ կտեսնենք և կպատահի մեր շուրջը սիրելիներ։ Հեռադեսիլը կպանանք, տելևիզիոնը կպանանք, պատերազմի լուրեր, նեղություններ, քեշ վիճակ և չենք գիտեր ինչ է այսօր վերջը, որովհետև գարկ կանոնի դուրս ենք։ Առնենք դիեզերքը սիրելիներ, տեսեք արևը, տեսեք լուսինը, տեսեք աստղերը, տեսեք 4 եղանակները, ամեն մեկ բան գիտեն իրենց օրը, ժամը և դեղը։ Բնավ տեսած եք արևը գծակի գիշերը, կամ լուսինը գծակի անգարց գեսորվա այդ 12-ի արևի ժամանակ, դակ ժամանակ, կամ տեսած եք անգարց քարունը եկած է նախքան ծմերը կամ ծմերեն վերջ և գամալ չգիտնամ իր վիճակեն դուրս։ Հետևաբար ամեն ինչ կանչված է ըլլալու գարկ կանոնի մեջ։ Երրորդ կետը, կանչված ենք հնազանդելու և բահելու օրենքը,
Որովհետև սատանան գաշխատի այնտեղ որտեղ Աստված չի գա, այսինքն այնտեղ որտեղ գարկ եւ կանոն չի գա։ Մարդուս համար այնքան հաճելի է, երբ գաբրի գարկ եւ կանոնի դուրս ուզածս կրնա մնել։ Բայց ինչպես կվերջանա վիճակը, վստահ քեշ, վստահ վատ։ Եվ ով որ գարկ կանոն չի գա, հոնդեր գա չարը եւ ոչ թե Աստված։ Աստված դակնուվրայության Աստվածը չէ, այլ գարկ ու կանոնի Աստվածն է։ Չորրորդ կետը, երբ հեռու ենք գարկ ու կանոնը, այսինքն Աստուծմը, երբեմն գարկ կանոնին դուրս գլանք, երբ որ Աստուծմի հեռու գլանք, փոխադարձ իմաստ կունենա։ Երբ Աստուծմի հեռու եմ, գարկ կանոնի հեռու եմ, երբ գարկ կանոնի հեռու եմ, նաև հեռու եմ Աստուծմի։ Այդ ժամանակ է, որ Քրիստոս մեզ մի ամեն մեկուն գսե եւ գամ պիտի իսե, ինչու գուզես զիս սպանել, ինչու հեռու ես ինձմե։ Հոսը որ գուկա 5-րդ կետը։ Քրիստոսը սպանել կնշանակե շարունակել մնալ, ապրել եւ կոյադևել մեղքին եւ անոր աստծությանը դակ։ Մեղք ընտրել կնշանակե Քրիստոս մերժել։ Եվ Քրիստոս մեզ գսե ինչու գուզես զիս սպանել, բնական է մենք թանագով չէ որ գերտան Քրիստոսը սպաննելու, այլ մեր կործերով եւ որ զինք կմերժենք։ 6-րդ կետը։ Մենք որպես մարդ արածներ, քանիցս Քրիստոսի ըսած ենք եւ գամ գսենք հետեւյալ նախադասությունը. Թիվահարես ինչ ես։ Ով գուզե քեզ սպանել, ես կսիրեմ քեզի։ Ինչու կսես որ ինձ պիտի սպանես, ես պիտի չսպանեմ քեզ։ 7-րդ կետը, սիրելիներ։ Երբ հեռու ենք Քրիստոսը, միազինք չէ որ կսպանենք, այլ նաև մենք մեր անձերը, որովհետև մարդ արարած չի գնալ ապրիլ առանց Աստուծո։ Ասիկա պիտի հասկանանք սիրելիներ։ Մարդս առանց Աստուծո չի գնալ ապրիլ։ Գիտեսնեք, շատ մարդիկ, որ անաստվածներ որպես կներկայանան, տեսեք իրենց կյանքը, անգայուն, անգանոն եւ դակնվրա վիճակի մեջ։ Մի համոզեք դուք ցեզի եւ ոչ ալ ուրիշներուն, որ մենք կարող ենք ապրիլ առանց Քրիստոսի, գալի չէ։ Որովհետև այս բարակային պիտի գոչվին կարծեցյալ մարդ։ Եվ ոչ թե դրամապանությամբ եւ Աստծո հոգով օժտված ապրող, շնչող եւ կործող էակ։ Երբ Աստված չի գան կյանքիս մեջ, ես գես մարդ եմ, ամբողջական մարդ չեմ։ 8-րդ կետը։ Ոչ թե միայն գուզենք Քրիստոսը սպանել մեր արարքներով, այլ գզայրանանք անորդեմ։ Օրվա մեջ քանի անգամ կփարգանանք, քանի անգամ կքանկադինք, քանի անգամ կնեղանանք իրմե։ Գզայրանանք, որովհետև մեր հոգին է, որ մեզ գդանչի եւ հերույ ենք անգե։ Մեր հոգին երբեմն կբորա, գսե, «Էй դուն, շատ հերացար, մոդեցիր»։ Անամար երբեմն չղային վիճակի մեջ կլաս, բամ մգա, որ բագաս է կյանքիդ մեջ։ Գզայրանանք, որովհետև չենք ուզել ընդունել, թե ինք քոություն ունի, ուզենք կամ չուզենք։ Գզայրանան, որովհետև չեմ ուզել ընդունել, թե իմ եսս պետք է նսեմանա, որպեսզի ինքը բարձրանա եւ դառնա միակ դեր եւ արիչ այս մարմինին։ Գիտեք մեր եւ իր բայկարը ինչ է։ Մենք չենք ուզել, որ ինքը իշխի մեր մարմիններուն վրա։ Ես եմ դերը իմ մարմինիս։ Գզայրանամ, որովհետև չեմ ուզել ընդունել եւ գամ դեսնել իմ խեղճությունս։ Անորոշ երբեմն սենյակեն դուրս կփախինք, որպեսզի չլսենք մեր խեղճությունը, չզգանք մեր խեղճությունը, չապրենք մեր խեղճությունը։ Երբեմն գուրախանանք ուրիշի խեղճություն դեսնելով, քոնե իմ խեղճությունս կմոռնամ։ 9-րդ կետը, որովհետև մենք կսիրենք եւ կամ գուզենք
երևույթները թադել եւ ոչ թե գադարել արդար դաստան Քրիստոսի խոսքերն են։ Պիտի ասեք լավ ինչպես վարդապետ 10-րդ եւ վերջին գեդը։ Մեզ գետակը կրե երևույթը, արդակինը, մագերեսային կյանքը, կանյատ լայք կհավաքեմ Instagram-ի վրա, կամ Facebook-ին վրա եւ կամ TikTok-ին վրա, ինչ կոմենտներ կստանամ։ Ինձի գետակը կրե մարդիկ եւ այն ինչ որ աշխարհի եւ կամ չարը մեզի գուտա, ինձի գուտա, հաջույքը, տրաումը, դիդրոսը, անունը, ես։ Եվ ափսոս որ չենք ընդունիր եւ կամ մեզ չի դակրկրել ոչ երկնայինը, ոչ երկինքը, ոչ հոգևորը եւ ոչ ալ սրբությունը։ Մեկ խոսքով գնտունինք դերձը, գմերժենք ճշմարտությունը։ Ահավասիկ սերներ, մեր այսօրվան ավետանի հատվածի բաժինենք քաղված փոքրիկ մտածակամը։ Կրնանք ավելի երկարել, խորունգ է, որ մեզ մեկը բահանջի հետևյալ փոփոխությունները մեր առօրյա կյանքի մեջ։ Առաջին, ընդունենք Քրիստոսը։ Չբաղավդինք մեր մադին ելև, չփախչինք։ Ընդունենք Քրիստոսը։ Զինք չփոխանակենք ոչ մեկ ուրիշ բանի եւ կամ անձի հետ։ Մեկը չի գնալ իր դեղը առնել, ով գուզե թողլա։ Ընդունենք մեր մեղավոր եւ խեղճ ըլլալը։ Եվ սկսենք փնտրել երկնայինը, որ է ճշմարիտը, եւ ոչ թե սուդը եւ կամ գեղձը։ Որպես այս բանը սկսյալ մեր կյանքը ունենա իր արժեքը։ Ինչ արժեք ունի կյանքս առանց Քրիստոսի։ Եվ երբ սպասյալ բա հասնի, չսենք եւ կամ չօգտագործենք երանի բառը, այ վայ երանի։ Որովհետեւ այժմ իսկ ցես գնամ վստահեցնել թե անիմաստ պիտի լա։ Երանի բառը երանելի ենք, եթե չօգտագործենք։ Այս է օրը սիրելի քույրս եւ եղբայրս։ Եվ այսօրվան գործը եւ կամ բարդականությունը խնդրեմ վաղվա մի ցկեր։ Ամեն։